Ասում եմ որերորդ անգամ առանց ձեզ ոչ միայն ապրել, ես մեռնել չեմ կարող անգամ։ Եվ արտակարգ ոչինչ Սամվել Զուլոյանի հրաշալի պոետիկ տողով էլ Արթուր Կարապետյանը վերնագրել է գրական երաժշտական այն նախագիծը, որով վերստին վերադառնում է մեր բանաստեղծական արվեստի հզոր գեղագիտությանը, ամոքիչ ուժին և երբևէ չհնացող ուղերձներին։ Համերգային այս երեկոն արդեն 4-րդ նախագիծն է, որ արտիստն իրականացնում է դաշնակահար կոմպոզիտոր Կարեն Անանյանի հետ։ 4 պոետիկ ճամփորդություն, որի ընթացքում հնչել և հնչում են ազգային պոեզիայի լավագույն նմուշները, բանաստեղծական մի ընտրանի, որ մեր բարդ ժամանակներում մարդուն վերադարձնում է ստեղծագործ սկզբի տիրույթ և էսթետիկ մեծ վայելքից բացի հնչեցնում մեր մեծերի պատգամները։ Շատ հարցերի պատասխաններ կան մեր պոեզիայի մեջ։ Մեր պոեզիան ժամանակից առաջ է գնացած։ Ես հաճախ եմ ասում այս միտքը, մեր պոեզիան լի է մարգարեություններով։ Ժամանակից շուտ գուշակել են մեր պոետները ինչ պիտի լինի եւ պետք է ականջալուր լինենք, որպեսզի չկրկնենք սխալները եւ ճիշտ ճանապարհով գնանք։ Իրենց 3-ամյա բեմական գործակցության ընթացքում Արթուր Կարապետյանն ու դաշնակահար Կարեն Անանյանը բարձրաճաշակ պոեզիայի և հրաշալի երաժշտության համադրությամբ արդեն ստեղծել են 3 միանգամայն տարբեր նախագծեր՝ Հեքիաթի պես մի բան, Բարև, Ձեռքդ դուր թռչենք ու վերջինն այս շարքում և Արտակարգ ոչինչ։ Այս նախագծում Սահյանի, Մեծարենցի, Ռուբեն Սևակի, Վահան Թեքեյանի, Հրաչյա Սարուխանի, Ջուլիետ Գրիգորյանի և Զուլոյի սքանչելի պոեզիան ներդաշնակվում է երաժշտարվեստի հրաշալի վարպետների ստեղծագործություններին, ստեղծելով արվեստի մի հրաշալի երկխոսություն, և արտիստներն էլ աշխատում են կատարյալ փոխըմբռնման պայմաններում։ Մի հայացքից իրար հասկանում ենք եւ ես արդեն շատ լավ սովորել եմ Արտուրի տեմբրին, դինամիկային, դրամատուրգիային եւ բացի նրանից, որ կոնկրետ պարապում ենք որտեղից սկսենք եւ որտեղ վերջացնենք, այն մեջտեղի մասերում ես փորձում եմ ինքս հասկանալ, այսպես ասած ինտուիցիայով, որտեղ պետք է առաջ գնամ, որտեղ պետք է ստացվի երկխոսություն, մի փոքր պաուզա։ Այս ծրագրում արտիստիկ կազմին է միացել նաև ֆլեյտահար Մերի Մանուկյանը։ Նախագծի բազմաժանր ծրագիրը ներառում է Բախի, Շնիտկեի, Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և Թարի Վերդիևի սիրված գործերը։ Բոլոր 4 նախագծերի դեպքում էլ գրական երաժշտական երեկոներն իրականացվել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։ Արթուրի հետ Կարապետյան արդեն 4-րդ համագործակցությունն է, մենք գրեթե 2 տարի է համագործակցում ենք այս ձևաչափի մեջ։ Մենք անպայման այս գրական երեկոների ժամանակ շեշտը դնում ենք նաև ժամանակակից գրողների վրա եւ կարծում եմ իրենց դուետը շատ ժամանակ նաև տրիոն ստացվում է ու հանդիսատեսի կողմից վստահ եմ, որ շատ սիրվեց։ Եվ Արտակարգ ոչինչ նախագծի թիմը պոեզիայի սիրահարներին սպասում է հուլիսի 28-ին 20:30-ին Կամերային երաժշտության տանը, որի հյուրընկալ հարկի ներքո, բացի ֆանտաստիկ վեհ երաժշտությունից, կհնչի նաև մեր պոետների հրեղեն խոսքը։ Դե մեկից մի բան եմ խնայել, իմ ցավն եմ խնայել մենակ։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։